երեխաները, որոնք գնալով ավելի ու ավելի շատ են զբաղվում սպորտով, իհարկե ներշնչվում են ամենաշատը այս դահլիճում ներկա մեր մարզիկներից եւ ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այդ ներշնչման եւ ներշնչանքի համար, որ նրանք հաղորդում են մեր երիտասարդներին եւ ընդհանրապես մեզ բոլորիս։ Սպորտի միջազգային օրը շնորհակալություն, շնորհավորանքներ ու նաեւ պարգեւատրում մարզիկներին, որոնք ջանք չեն խնայել, չեն խնայում Հայաստանը տարբեր մրցահարթակներում պատշաճ ներկայացնելու համար։ Կառավարությունը ամեն անցնող տարի ավելի է փորձում աջակցել, շեշտում է վարչապետը, բայց սպորտի ինստիտուցիոնալացումը այն կարևոր խորքային քայլն է, որը մենք պետք է անենք արկա ընթացիկ հաջողություններ ամրապնդելու եւ նոր ամբիցիաներ մեր սպորտի համար ձևակերպելու իմաստով։ Այդ ուղղությամբ լուրջ քայլեր արդեն արվում են, որոնք սկսվել են պարզ ծրագրերից։ Օրինակ, ծանրամարտի հավաքականի համար միջազգային ստանդարտներին համապատասխան ծանրաձողերի ձեռքբերումը։ Հիմա հերթն արդեն լուրջ ծրագրերինն է։ Օրինակ Երևանում հիմա կառուցման ընթացքում է ավարտական փուլում է Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցը, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի շինարարությունը շատ մեծ տեմպերով ընթանում է, դա արդեն երևում է վիզուալ կերպով։ Վերջերս Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի շինարարության հետ կապված անհրաժեշտ որոշումները կայացրեցինք։ Գյումրիում Շիրակի մարզում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի մարզահամալիրի կառուցումն է ընթանում, իհարկե որոշակիորեն ձգձգվում է, բայց այնուամենայնիվ նախագիծ իրականացվում է եւ հաջողությամբ կավարտվի։ Մենք հիմա Նազիկ Ավդալյանի հետ համատեղ նախագիծ ենք սկսում կրկին Շիրակի մարզում, Լոռու մարզում մենք մեկնարկում ենք Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոցի կառուցումը, Յուրի Սարգսյանի անվան մարզադպրոցի կառուցումը, Ստեփան Սարգսյանի անվան մարզադպրոցի կառուցումը, Արագածոտնի մարզում մենք մեկնարկում ենք Ռոման եւ Մալխա Սամոյանների անվան մարզադպրոցի կառուցումը, մենք Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը արդեն հաջողությամբ գործում է։ Մասնավորը ակտիվ արձագանքում է կառավարության քաղաքականությանը, շեշտում է վարչապետը, օրինակ բերում Յուվենտուս ակումբի ակադեմիայի հետ կապված նախագիծը։ Հիմա կա գաղափար, որ գուցե այդ նախագիծը ընդլայնվի եւ մարզերում էլ իրականություն դառնա։ Մասնավորի հետ նաև մարզական կենտրոնների նոր նախագիծ է մեկնարկում, դեռ մոդելը փորձարկման փուլում է։ Շատ կարևոր է արձանագրել, որ վերջին 1 ամսվա մեր մարզային այցերի ընթացքում մենք նաև մեր առաջիկա ծրագրերում ներառեցինք հանրապետությունում 100 կոմբինացված մարզահրապարակների կառուցումը տարբեր համայնքներում, խոսքը պայմանական ասած բակային մարզահրապարակների մասին է, որոնք կներառեն առնվազն ֆուտբոլի, ֆուտզալի եւ ֆուտբոլի, մինի ֆուտբոլի եւ բասկետբոլի հրապարակի կարողություններ։ Եվրոպայի առաջնությունները գալիս են Հայաստան, արդեն Հայաստանում անցկացվել են բռնցքամարտ, ծանրամարտ, հրաձգություն, նաև սամբոյի աշխարհի առաջնություն, թվարկում է վարչապետը, առջևում էլի մասշտաբային մրցաշարեր կան։ Առաջիկայում ֆրանկոֆոնիայի խաղերն են, մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է նախատեսվում Հայաստանում անցկացնել, ծանրամարտի աշխարհի առաջնությունն է նախատեսվում Հայաստանի Հանրապետությունում անցկացնել, էլի աշխարհի առաջնություններ կան, որ կանցկացվեն, բայց քանի որ դեռ վերջնական դե յուրե որոշումները չեն կայացվել, ես այդ մասին չեմ բարձրաձայնի։ Մենք ոգևորվում ենք մարզիկների հաջողություններով, բայց եթե այսօրվա երեխաները մարզադահլիճ հասնելու անհրաժեշտ ենթակառուցվածք չունենան, սպորտի զարգացումը կլինի հատվածական, կախված միայն անհատական ջանքերից, շեշտում է վարչապետը։ Մենք ուզում ենք, որ անհատական ջանքերը ավելի քիչ ներդրվեն
այն հարցերի լուծման վրա, որոնք պետք է սկզբունքորեն ինստիտուցիոնալ ձևով ցանկացած երկրում լուծվեն։ Ձեր հաջողություններով մեծացրել եք, ամրացրել եք Հայաստանի մարզական վարկանիշը եւ բերկրանքի ու հպարտության պահեր նվիրել բոլոր հայերին Հայաստանում ու աշխարհի տարբեր անկյուններում։ Վարչապետի շնորհակալության հասցեատերը մարզիկներն ու մարզիչներն են։ Կրկին ուզում եմ շնորհակալությունս եւ գնահատանքի խոսքերս ասել բոլոր մարզիկներին, բոլոր մարզիչներին, բոլոր ֆեդերացիաներին, բոլոր այն մարդկանց, ովքեր կոնկրետ ներդրում են ունեցել, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, ովքեր իրենց եւ նյութական, եւ ֆիզիկական, եւ էմոցիոնալ ուժը ներդնում են հանուն Հայաստանի Հանրապետության, որովհետեւ ելի ամենամեծ սիմվոլը սպորտային կյանքի ի վերջո այն է, ինչից մենք սկսեցինք այսօրվա մեր միջոցառումը, երբ որ հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը եւ բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն ի դեպ տեղեկացրեց, որ այս տարի արդեն իսկ հայ մարզիկները լրջագույն հաջողություններ են ունեցել միջազգային տարբեր մրցասպառեզներում։ 32 մեդալ ունենք, ընդ որում 12-ը ոսկի եւ սա այն պարագայում, երբ որ սպորտային տարին նոր է սկսվում եւ հուսով եմ, որ տարվա ընթացքում կունենանք բազում առիթներ միմյանց շնորհավորելու նորանոր հաղթանակների առիթով։ Հերթը պարգևատրման արարողությանն է, ծափեր, ժպիտներ, հումոր։ Շատ կարևոր է արձանագրել, որ մեր լավագույն մարզիկներն են հարկ վճարով, որովհետև հիմա իրանք այս ամեն մրցանակից 6 միլիոն 250 հազար դրամի, 1 միլիոն 250 հազար դրամը իրանք որպես հարկ վճարում են եւ սա նույնպես շատ կարևոր, ինչի համար ուզում եմ իրենց կրկին շնորհակալություն։ Իսկ լավագույններն են ծանրամարտիկներ Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշ Մալխաս Ամոյանը, հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկը շախմատիստ Սարգիս Սարգսյանը, լավագույն երիտասարդ մարզիկը ըմբիշ Գասպար Տերտերյանը, լավագույն թիմը Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը։ Տարվա հայտնություն եւ առցանց քվեարկության մրցանակները ստացավ կարատեիստ Սուրեն Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկը մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն է, լավագույն մարզիչը Փաշիկ Ալավերդյանը։ Պարգևատրմանը ներկա չէին Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը։ Հույս ունեմ տեղյակ եք, Արթուր Դավթյանը ներկա չի, որովհետև ուրիշ տեղ ոսկի մեդալ է ստանում, որովհետև աշխարհի գավաթի 5-րդ փուլի ոսկի մեդալը այսօր նվաճը։ Մի քանի ժամ առաջ գործնականում։ Համլետ Մանուկյանը նույն գործով է բացակայում, ինքն էլ երեք ոսկե մեդալ նվաճել։ Իրինա Մկրտչյան, լուրեր։